Ողջույն գերազանցություն, պարոն դեսպան, Տիկին Հակոբյան, հարգարժան հյուրեր, սիրելի ներկաներ, տիկնայք եւ պարոնայք։ Շնորհավորում եմ այս կարևոր օրվա, Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը եւ համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստան, Եվրոպական միություն համագործակցությունը բավական բուռն փոփոխությունների է ենթարկվել բառիս դրական եւ ամենալավ իմաստով եւ պիտի փաստեմ, որ սա մեր հանձնառության նաեւ վառ վկայությունն է։ Ինչպես նշել է վարչապետը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանի իր ելույթի ընթացքում մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ բազմաշերտ համագործակցության խորացման եւ հաստատման հարցում։ Եվ կարծում եմ, որ դրան հաջորդած քայլերը արդեն իսկ ապահովել են եւ ապացուցել են այս հանձնառության հարցում մեր կամքն ու վճռականությունը։ Եվրոպական միությունը, հարգարժան պարոն դեսպան, հարգելի գործընկերներ, մեր կարևորագույն գործընկերներից է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թե ստորագրումը եւ թե նաեւ գործնական կիրառումը հենց շատ կարևոր ուղենիշային քայլ է այս ճանապարհին, հաշվի առնելով դրանում ամրապնդված այն բոլոր սկզբունքները եւ այն բոլոր միջոցառումները, որոնք որ նախատեսված են։ Համաձայնագրի կիրարկման հարցում ես չափազանց կարևորում եմ Եվրոպական միություն քաղաքացիական հասարակություն պլատֆորմի գոյությունը եւ նաեւ արդյունավետ գործունեությունը եւ պիտի փաստեմ Հայաստանի Հանրապետության վճռականությունը ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր միջոցառումների ոչ թե կատարման, այլ արդյունավետ կատարման եւ հողի վրա շոշափելի արդյունքներ գրանցելու հարցում։ Եվ այս ճանապարհին չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության առողջ ներկայությունը, քննադատությունը, ինչու ոչ դրա կողքին նաեւ գովեստի խոսքերը ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Կարևոր նվաճում եմ համարում հարգելի գործընկերներ այս ճանապարհին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման քայլը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իդեմս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության։ Այն ոչ թե պարզապես պետական կառավարման համակարգում եւս մի ինստիտուտի ձևավորում է, այլ այն անվտանգային լանդշաֆտում նոր դերակատարի ստեղծում է ժողովրդավարական սկզբունքներին եւ արժեքներին համահունչ։ Եվ ես պիտի փաստեմ, որ նախարարության ձևավորումը իրականություն է դարձել թե մեր միջազգային գործընկերների եւ այդ թվում Եվրոպական միության գործընկերների, թե մեր պետական մարմինների եւ թե նաեւ քաղաքացիական հասարակության ներդրումը նաեւ նկատի ունենալով, որովհետեւ եղել է պահանջը նախարարության ձևավորման, եղել է հստակ անհրաժեշտության ֆիքսումը նախարարության ձևավորման եւ մեզ մնում էր միայն հետեւողականորեն կյանքի կոչել այս գաղափարը։ Կայացած առաջընթացի վառ վկայություն է նաև այն, որ ներքին գործերի նախարարությունը եւ անձամբ ես իմ պատրաստական առաջնորդությամբ մտել ենք Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շատ կարևոր եւ լայն թափով գործընթաց, ինչի մասին նաեւ դեսպանը քիչ առաջ վկայակոչեց։ Եվ ես կարծում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր հանգրվան է լինելու որպես այդպիսին ավելի մերձենալու Եվրոպական միության հետ եւ ինտեգրվելու եվրոպական ընտանիք։ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման դրական էֆեկտները հարգելի գործընկերներ կարելի է անվերջ ու անվերջ թվարկել։ Ազդեցություն տնտեսության վրա, ազդեցություն ներդրումների վրա, ազդեցություն կապերի զարգացման վրա, բայց ինչն եմ ես առավելապես կարևորում։ Սա լավ առիթ է, լավ հնարավորություն է արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում։ Իշահ բնականաբար տվյալ երկրի ժողովրդի եւ տվյալ երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ստեղծման նաեւ եւ ինչու ոչ ապա նաեւ կայացման։ Եվ ես պիտի փաստեմ, որ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը թույլ պիտի տա նաեւ շատ ավելի կարևոր նվաճում ունենալ մարդկային շփումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Եվրամիության քաղաքացիների միջեւ, որը որ նաեւ թույլ պիտի տա ունենալ գործարար կապեր, սոցիալական կապեր եւ նաեւ մշակութային կապեր։ Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում նաեւ Եվրոպական միությունը եւս կիսում է այս ընդհանուր արժեքաբանական մոտեցումները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի։ Հարգելի գործընկերներ, ես բարձր եմ գնահատում Եվրոպական միության եւ նաեւ անդամ պետությունների հետ մեր ունեցած գործընկերությունը, որը օր-օրի ել ավելի մեծ թափ է ստանում եւ ել ավելի նոր ուղղություններ է որդեգրում որպես այդպիսին իր կայացման եւ զարգացման ճանապարհին։
Եվ ես պիտի փաստեմ, որ մենք ունենք հստակ վճռականություն շարունակելու այս գործընկերությունը եւ շնորհակալ եմ նաեւ Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին այս վճռականությունը նաեւ կիսելու համար, որովհետեւ չափազանց կարեւոր է ունենալ ձեր սեղմում այս պայմանավորվածության շրջանակներում։ Ինչը բնականաբար չափազանց կարևոր է երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու եւ երկկողմ օրակարգերն ավելի զարգացնելու տեսանկյունից։ Այս հիշարժան օրը խորհրդանշում է դեռ տասնամյակներ առաջ միասնություն գտնելու հրամայականը եւ Եվրոպական միության անդամ երկրների ցուցաբերած ամուր վճռականությունը ապահովելով ապագա սերունդների համար նորարժե համակարգ, խաղաղության ձգտման նոր մոտեցումներ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման նոր տեսլական։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր եւ հիշարժան օրվա կապակցությամբ։ Այս օրը նաեւ ներքին գործերի նախարարության մասնակցությունը այս կարևոր միջոցառմանը ես չափազանց կարևոր եմ համարում, որովհետեւ այն մոտեցումները, այն բոլոր արդյունքները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն արձանագրում է, կարևոր է, որ հավասարապես եւ նույն բովանդակությամբ արձանագրի նաեւ թե միջազգային համայնքը, թե մեր քաղաքացիական հասարակությունը եւ թե նաեւ մեր հանրության յուրաքանչյուր մասնիկ։ Եվ ես ուրախ եմ, որ նաեւ Տիկին Հակոբյանը ելույթի խոսքը ինձ փոխանցելու ժամանակ հենց այս շեշտադրման խոսքը փոխանցեց ինձ։ Շնորհակալություն կրկին հրավերի համար եւ նաեւ մասնակցության համար եւ հարգելի գործընկերներ, շնորհավոր նորից Եվրոպայի օրը։